իսկ Հալիձորում արդեն մնացել էր սկզբնական շրջանում իր հենց զորախմբից 17 հոգի էր մնացել Դավիթ բեկի կողքը, ամենահավատարիմներն էին մնացել, հետո իրենց միացել էր Ավետիսի ու Մխիթար Սպարապետի, որը Սպարապետ հետո Ստեփանոս Շահումյանն է, ինչքան գիտեմ, ավելացրել, ուղղակի Մխիթար էր, Մխիթարի միավորումները ու ընդհանուր թիվը դարձել էր 350 հոգի, այսքան մարդուց, դա ավելի շատ են եղել, հետո Օսմանները երբ որ Հալիձորի մոտեցել են, այդ ավելի մնացած մասը հեռացել է, վախենալով, պաշտպանելու գործով, վախից ելնելով հեռացել են, թողը հեռացել են, ու սկզբնական շրջանում Հալիձոր գետի մոտ է եղել կռիվը, 150 հոգի Դավիթ բեկ ուղարկել էր, որպեսզի չթողներ գետը անցնեին, ու մի քանի օր հաջողությամբ կարացել են դիմադրեն 150 հոգին, ու հետո ինչա կատարվել, ճիշտ է հայերի օգնությամբ, հայերը տեղ են գտել գետը անցնելու, հայերի չէ, Օսմանյան բանակի զինվորական արդեն, բայց որոնք ծագումով կարային նաև հայ լինեին, ծագումով հայ չէ, հենց Դավիթ բեկի նախկին բանակից էին այսպես կարային ծագումով հայ լինեին, նույնիսկ ծառայած լինեին, ընդամենը մի ամիս կամ տարի առաջ, դու էլի ուզում ես նշես, որ ֆեոդալական հայ կամ թուրք հասկացողություն դες չկար, այո, հենց այդ եմ ուզում նշեմ, ու պետք չի այդ ջրաղացի վրա այդ ջուր լցնել, թեկուզ չցանկանալով, որ հայերի մեջ դավաճանությունը շատ է, ոչ, էդի շատ աղբաղ մոտեցում է, 20-րդ դարի կամ 21-րդ դարի մտածելակերպով նայել 17-րդ դարին, 14-րդ դարին, այդ ժամանակ մարդիկ ուրիշ ձևի էին մտածում, ուրիշ մոտեցումներ ունեին։ Իմիջ այլոց, եթե 21-րդ դար գանք, շատ մարդկանց իմ մոտ, շատ մարդկանց մեր հայրենակիցների, այդպես ասած, անվրդո վիճակը, որ անտարբեր վիճակը, էլի հիշեցնում է, ոնց որ 17-րդ դարում լինենք։ Ինչ է եղել, որ հեսա Ռամիկի համար մեծ տարբերություն չկա, իր տերը հայ է, թուրք է, վրացի է, չգիտեմ, ռուս է, մեկը ինքը իր գլուխը արևի տակ ճկռալով գործը անելով, սրան մի քիչ այսքան է հարկ տալու, սրան մի թեթև նեղությունները իր համար բան չի փոխել։ Մի փոքր տարբերություն կա։ Եթե այն ժամանակ այդ նույն Մահմեդականը ինքը իր մոտ ազգային բան չկար, իր մոտ ազգային ընդհանրապես sense կաթիլը բան չկար, ոչ մի կաթիլ, այնքան մուսուլմանության մեջ ազգային գաղափարները համարվում են մեղքավոր,